Բարի լույս եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ խոսելու ենք կրկին շատ հետաքրքիր նախաձեռնության մասին։ 90 երեխաներ իրենց հասակակիցների նման ուզում են խաղալ, շփվել, սովորել, ուզում են սիրված եւ ընդունված լինել բակում, դպրոցում եւ համայնքում։ Երեխաների ցանկությունը իրականություն է դառնում հույսի կամուրջում, ուր նրանց համար ստեղծված են զարգացման բոլոր հնարավորությունները, ուր նրանց սիրում են, հավատում եւ հույսներ շնչում։ Եվ այսօր մեր հյուրերն են Արմինե Ներսիսյանը, Հույսի կամուրջ հասարակական կազմակերպություն Իջևանի մասնաճյուղի տնօրենը եւ Վահե Արուստամյանը, ծրագրի օգնականը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ, շնորհակալություն։ Անցած անգամ մենք հանդիպեցինք եւ զրուցեցինք կապված ֆուտբոլի այդ հրաշալի միջոցառման, որը արդեն իրականացվում է, ես ինչքանով հասկացա։ Հիմա մի քիչ ավելի մանրամասնենք Հույսի կամուրջի գործունեությունը եւ ինչ նոր բաներ կան։ Հույսի կամուրջը ստեղծվել է 1996 թվականից եւ 2000 թվական Երևանում եւ 2000 թվականից Տավուշի մարզում։ Կազմակերպությունը կենտրոններ ունի երեխայի զարգացման եւ սոցիալական ներառման Տավուշի մարզի 4 քաղաքներում՝ Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում եւ Բերդում։ Մեր հիմնական առաքելությունը աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների հետ, նրանց ընտանիքների հետ, ապահովելու նրանց սոցիալական ներառումը, նրանց կրթության իրավունքը, իրավունքների պաշտպանությունը եւ շահերի պաշտպանությունը։ Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք կրթել սերունդներ, հաղթահարելով շատ դժվարություններ, որովհետև հաշմանդամությունը որպես խնդիր, հասարակությունը ավելի շատ ընկալել է առողջապահական դաշտում, սակայն սա ավելի շատ սոցիալական հարց է եւ կարիքը կար, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները հենց իրենց տարիքում հաճախեն նախադպրոցական հաստատություն, հարակրթական հաստատություններ, ստանան կրթություն եւ ի վերջո կարողանան ապրել բոլորի հետ հավասար իրենց համայնքում։ Եվ մեր կազմակերպությունը օգնել է այս ընտանիքներին, որպեսզի երեխաները կարողանան ներառվել ու սոցիալական ներառումը իրականություն դառնա հենց իրենց համայնքում։ Ավելի շատ կենտրոնացումը այսօր նաև մենք տեսնում ենք եւ շոշափելի է դառնում հենց Տավուշի մարզում։ Այո, կազմակերպության ծրագրերի մեծ մասը իրականացվում են Տավուշի մարզում։ Ինչ ենք անում, որն է մեր դերը։ Առաջինը աշխատում ենք ընտանիքների հետ։ Ինչքան էլ այսօր սոցիալական ցանցերում շատ ինֆորմացիաները կան, սակայն դեռևս իրազեկությունը ցածր է եւ հասարակության շրջանում եւ ընտանիքների շրջանում հաշմանդամության ընկալման շուրջ։ Հենց փոքր հասակից երեխաներին ծառայություններ տրամադրելու շուրջ եւ մենք աշխատում ենք դաշտային աշխատանք ենք իրականացնում համայնքներում գտնելու երեխաներին աշխատելու համայնքի բոլոր պատասխանատու կառույցների հետ առողջապահական ոլորտի, կրթական ոլորտի, սոցիալական ոլորտի ընտանիքների հետ աշխատելու ծնողական կրթություն անելու, որը չափազանց կարևոր է։ Մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիքը արդեն իսկ սոցիալական կարիք ունի եւ աջակցության կարիք ունի եւ կազմակերպությունը իմանալով այդ ընտանիքի մասին միանգամից իր բոլոր գործողությունները սկսում է իրականացնել, ներգրավելով համայնքի պատասխանատու օղակներին։ Մենք իրականացնում ենք համայնքային ծառայություններ, բացի դա կազմակերպությունը նաև պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում, կրթության կազմակերպման, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ Տավուշի մարզում։ Այսինքն սրանք կրթությանն աջակցող ծառայություններ են, մասնագիտական, որոնք օգնում են երեխաներին ստեղծելու այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր երեխա, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաները անվտանգ, մատչելի կարողանան ներգրավել կրթության մեջ եւ ստանան կրթություն իրենց կարողությունների սահմանում։ Բացի դա նաև իրականացնում ենք վերականգնողական ծրագրեր, այսինքն այստեղից օգտվում են այն երեխաները, ովքեր ունեն տարբեր մասնագիտական ծառայությունների կարիք, կլինի ֆիզիոթերապիա, կլինի էրգոթերապիա, կլինի լոգոպեդի ծառայություն։ Այս ծառայությունները երեխաները ստանում են կենտրոնում անվճար հիմունքներով։ Այս պահին ունենք 152 երեխա, սա խոսում եմ Իջևան քաղաքի մասին, բայց մենք մարզում ասացի, որ ունենք
եւս 3 կենտրոն։ Իջևանի կենտրոնում ծառայություններ ստանում են 3-ից մինչև 18 տարեկան երեխաները, 152 երեխա դպրոցական տարիքի եւ 29 երեխա նախադպրոցական տարիքի ստանում են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եւ վերականգնողական ծառայություններ։ Ես գիտեմ, որ երեխաների ժամանցը եւս ապահովում եք, ոչ միայն այն կարևոր կետերը, որոնք հենց նոր նշեցիք, ժամանցի առումով ինչ միջոցառումներ կան, ինչպես են իրենք համախմբվում։ Ունենք մի շարք տարբեր ծրագրեր, որոնք իրականացվում է կազմակերպության կողմից, ինչպիսիք են օրինակ բանավեճի ակումբները, շրջիկ թատերական խմբերի ներկայացումները, ինտելեկտուալ խաղմրցույթների, շախմատի, նաև ինչու՞ չէ նաև այսպիսի էքսպերիմենտ էին կարել զույգ շախմատ, որտեղ խաղում էին մեկ շախմատ իմացող եւ մեկ շախմատ չիմացող, բայց ցանկացող երեխա ընկերական փոխօգնությամբ, այսինքն շախմատ խաղում էին 4-ով։ Ժամանցը կազմակերպում ենք նաեւ համայնքում գործող տարբեր կառույցների հետ համագործակցություններով, այցելություններ, էքսկուրսիաներ, փորձի փոխանակման տարբեր ծրագրեր, թատերական ներկայացումներ փորձում են երեխաները իրենք բեմադրել, ներողություն, որի վրա աշխատում ենք հիմա, շուտով կունենանք նաև Չարի վերջ խորագրով թատերական ներկայացում ապագայում եւ այս պահին նաև ունենք բարեգործական թատերական ներկայացում տուր ձեռքդ խորագրով բարեգործական թատերական ներկայացման նպատակն այն էր, որ այդ թատերական ներկայացումից ստացված շահույթը ուղղվեր 90 հաշմանդամություն ունեցող երեխայի վերականգնողական ծառայությունների ապահովմանը, որի համար էլի համայնքային ուժերը փորձեցինք գործադրել, համախմբել եւ դիմելով Art-Studio թատերախմբին ստացանք հավանություն եւ արդեն ապրիլի 13-ին կունենանք մեր տուր ձեռքդ բարեգործական թատերական ներկայացումը։ Շատ կարևոր է նման իհարկե գաղափարներ իրագործելու ընթացքում ծնող եւ հասարակական կազմակերպություն փոխվստահությունը, որովհետեւ ամեն անգամ չի, որ ծնողը պատրաստ է վստահել իր երեխայի, չգիտեմ, կրթությունը կամ չգիտեմ երեխայի հետ կապված բոլոր լուծումները նրա ժամանցի, հենց հասարակական կազմակերպությանը։ Մինչեւ մենք սովոր ենք եմրոսը, մինչեւ լրիվ չենք վստահում, չենք գնում արդեն փոխ համագործակցության։ Ոնց է սա կազմակերպում, ոնց է կայանում այս դիալոգը։ Այո, ամենադժվար փուլը սա է, գտնել ծնողին եւ ստանալ նրա վստահությունը։ Այս առումով մենք ծնողական կրթություն ենք իրականացնում ամենաառաջինը։ Խոսքը վերաբերվում է հենց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, որովհետև առանց այդ էլ մինչև մեզ հասնելը իրենք տարբեր դռներ են թակում առողջապահական, իրենց կարգավիճակի, սոցիալական եւ իրենց պետք է մեկը, ով իրենց կօգնի, կիրազեկի, ինչու՞ չէ նաև իրենց հետ առաջ կգնա որոշակի հարցեր լուծելու համար եւ նաև կունենա համապատասխան վերաբերմունք իր նկատմամբ եւ իր բալիկի նկատմամբ։ Սա էլ շատ կարևոր է, որովհետև հաշմանդամության պարագայում մենք այդ խղճահարությունը չենք ցուցաբերում, ընդհակառակը մենք ծնողին ուժ ենք տալիս, որ մենք ձեր կողքին ենք եւ միասին կարող ենք հաղթահարել։ Ցույց ենք տալիս իր երեխայի ուժեղ կողմերը, ցույց ենք տալիս այն պայմանները, որի կարիքը իրենք ունեն, եւ եթե այդ պայմանները ստեղծվեն, երեխաները իրենց դժվարություններով հանդերձ կարող են ներգրավել թե կրթության, թե սոցիալական, թե համայնքային բոլոր միջոցառումներում։ Իհարկե դա ժամանակ է պետք դրա համար, այդ իսկ պատճառով մենք շատ ենք աշխատում հասարակության եւ պատասխանատու օղակների հետ եւ մեր աշխատանքի արդյունքում զուգահեռ ծնողը մասնակից է դառնում այդ process-ներին եւ երբ որ տեսնում է, որ մենք իրենից մեկն ենք, իր հետ պայքարում ենք իր իրավունքների պաշտպանության համար, ինքը դառնում է մեզանից մեկը եւ մենք միասին կարողանում ենք երեխայի համար կազմել այն զարգացման պլանը, որով առաջնորդվում ենք։ Եվ այդտեղ բնականաբար ամենակարևորը ծնողի ցանկությունն
է, որովհետև եթե ոչ ծնողը, ապա ելով պիտի իր երեխայի համար որոշումներ կայացնի։ Ցանկացած միջոցառում, ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ մենք աշխատում ենք ծնողի հետ, իրազեկում ենք նրան, թե ինչ նպատակ ունի այդ ծրագիրը, ինչու է կարևոր, որ իր երեխան դրան մասնակցի, եւ ծնողը ինքը մասնակցում է նաեւ ծրագրի իրականացման ընթացքում։ Իհարկե, ընթացքում լինում են նաեւ ընտանիքներ, որոնց հետ անհրաժեշտ է բավականին երկար աշխատել, գտնել համայնքային կառույցներ, որոնք գուցե նաեւ ներգրավում են այդ process-ում, բայց երեխան առաջնային աջակցության կարիքը ունի։ Ցավոք սրտի կան ընտանիքներ դեռևս, որտեղ դեռ կարծրատիպերը կան, փոքր համայնքներում սա շատ ավելի տեսանելի է, որ չիմանան, հա, մենք ունենք այդ հաշմանդամություն ունեցող երեխան, իրենց հետ էլ գնում է այլ իրազեկության, հա, պայքար, որ ընտանիքը ընդունի եւ երեխային դուրս բերի ընտանիքից դեպի հասարակություն, համայնք։ Իսկ նման ծրագրերը օգնում են, որպեսզի երեխաները նաեւ ընկերներ գտնեն։ Ամենաառաջնային պայմանը սա է, այո։ Դրա համար մեր բոլոր ծրագրերը իրենք ներառական, այսպես խումբ են, այսինքն ամենատարբեր երեխաներ համայնքի ներգրավված են ծրագրերում, ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ իրենց դասընկերները, իրենց համայնքի երեխաները եւ իրենք միասին խաղում են, միասին պայքարում են, միասին սովորում են։ Մենք երբ որ կազմակերպությունը նոր էր ստեղծվել եւ կամաց կենտրոնները ստեղծվեցին, մենք այդ կարգախոսը շատ ենք օգտագործում, հա, երեխաները ապրելով, սովորելով միասին, սովորում են ապրել միասին։ Այսինքն իրենք փոքր հասակից երբեք չեն նկատում միմյանց դժվարությունները եւ այդպես մեծանալով մենք ստեղծում ենք այդ ներառական միջավայրն ու համայնքը, որտեղ իրենք ավելի ուրախ, զվարթ, բոլորի պես հավասար ապրում են։ Շատ կարևոր գործ եք անում, ուզում ենք մաղթել հաջողություն։ Մենք էլ միշտ ուրախ ենք լինել ձեր կողքին եւ լուսաբանել այս ամենը եւ իրազեկել։ Այնպես որ շնորհակալ ենք ձեզ այս հրաշալի նախաձեռնությունների համար եւ ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սափոր Ռոզեգինին, որպեսզի առիթները շատ լինեն նշելու, իսկ նշելու դեպքում իհարկե Իջևանի գինու հետ միասին։ Եվ էլի Տրամոնտինա բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը հաստատ կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում եւ համեղ բաներ կպատրաստեք արդեն հյուր եկող երեխաների համար։ Շնորհակալ ենք ձեզ, որ առավոտ եկաք մեզ մոտ եւ լուսաբանեցիք եւս մեկ անգամ այն կարևոր պրոյեկտների ու գործերի մասին, որն իրականացնում եք։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։